Ողջունում եմ բոլորիդ, հարգելի հայրենակիցներ, հարգելի գաղափարակից ընկերներ։ Անչափ ուրախ եմ տեսնելով, որ օր-օրի, ժամ առ ժամ ավելանում են մեր շարքերը գաղափարակից եւ նվիրյալ ընկերներով։ Ինքներս մեզ բնականաբար բոլորս հարց ենք տալիս. ինչով է պայմանավորված մեր ձևով շարժման իմաստը եւ ուժը։ Պատասխանը շատ հստակ է եւ պարզ։ Հայրենիքի Հայաստան պետության համար կայուն, անվտանգ եւ զարգացման հեռանկար ունեցող ապագայի կերտումն է։ Բնականաբար կառաջանա հաջորդ հարցը. ունենք մենք արդյոք այդ ռեսուրսները, հնարավորությունները եւ ներուժը։ Պատասխանը դարձյալ միանշանակ է. այո, ունենք եւ կարող ենք բերել դրա մասին վկայող ընդամենը մեկ բան. օրեցօր մեր շարքերի ավելացումը տաղանդաշատ եւ բանիմաց երիտասարդներով, ինչպես նաեւ մեր ձևով շարժման կորիզը կազմող անդամների անցած ճանապարհը եւ կատարած գործերը։ Հարգելի հայրենակիցներ, մեր ձևով շարժման առանձնահատկությունը կայանում է հետեւյալով. մեր շարժումը Հայաստանի Հանրապետությունում միակ շարժումն է, որի տարբերություն մնացած բոլոր նմանատիպ շարժումների, քաղաքական միավորների ունի մեկ բացարձակ առավելություն ստարտային։ Դա մեր ազգային բարերար շարժման գաղափարական առաջնորդ պարոն Սամվել Կարապետյանի գործոնն է։ Ինչով է կարևոր պարոն Սամվել Կարապետյանի գործոնը։ Ուրեմն նա ոչ թե խոսքերով, այլ իր գործերով, կատարած աշխատանքով, անիրական թվացող նախագծերի իրականացմամբ ապացուցել է, որ Հայաստանում կարելի է կառուցել հզոր տնտեսություն, ունենալ ոչ միայն հոգևոր, այլ նաև տնտեսական վերածնունդ։ Պարոն Կարապետյանը բազմաթիվ անիրական թվացող նախագծեր է իրականացրել տնտեսության բոլոր հատվածներում՝ շինարարություն, արդյունաբերություն, արտադրություն, ներդրումներ, ենթակառուցվածքների զարգացում, եւ սա վկայում է ընդամենը մեկ բանի մասին, որ ոչ թե մենք կարիք ունենք խոսքով ապացուցելու, որ դա հնարավոր է, այլ գործով արդեն իսկ ապացուցված է, եւ այդ ամբողջը ընդամենը պետք է տեղափոխվի եւ պրոյեկտվի պետական համակարգի վրա։ Այսինքն այդ փորձը մենք արդեն ունենք։ Մեկ կարևոր առանձնահատկության մասին եմ ուզում հատուկ շեշտել, խնդրում եմ ուշադրություն դարձնել։ Պարոն Կարապետյանը միակ ազգային բարերարն է, գուցե ծայրահեղական հնչի գնահատական, այլ բարերարներ եւս կան, ես չեմ ուզում նսեմացնել մյուսների դերը, բայց ուղեկցել է իր գործունեությունը լուռ բարեգործական ծրագրերով, քրիստոնեական ձևով։ Ես դա բազմիցս արտահայտվել եմ տարբեր լրատվամիջոցներով, ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ ոչ թե ի ցույց դնելու համար են այդ բարեգործությունները արվել, այլ մեր ժողովրդի իրական կարիքների բավարարման նպատակով։ Ինչ է դա նշանակում, բավարարվել են առողջապահական խնդիրներ, կրթական խնդիրներ, ենթակառուցվածքներ են զարգացել եւ այլն։ Եվ սա կարելի է դիտարկել որպես բիզնեսի սոցիալական պատասխանատվության յուրօրինակ մոդել։ Այս տերմինը ես առաջին անգամ եմ օգտագործում։ Եվ կարելի այս օրինակը լավ իմաստով վարակիչ դարձնել եւ տարածել, տիրաժավորել ողջ Հայաստանի Հանրապետությունով մեկ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր մենք ունենք մի իրավիճակ, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը կարող ենք վստահաբար բնութագրել վատ իմաստով, որպես գաղութային տնտեսություն։ Ինչ է դա նշանակում, որպեսզի բառը թյուրիմացության մեջ չգցի։ Մեր տնտեսության 60%-ից ավելին բաժին ընկնում առևտրի եւ ծառայությունների ոլորտին։ Եվ պատահական չէ, որ մեր իշխանավորներից շատերը, երբ խոսում են տնտեսական աճի մասին, մատնացույց են անում Երևանի կենտրոնի սրճարաններում գտնվող մարդկանց քանակը, որը բացարձակ կապ չունի իրական տնտեսական վիճակի հետ։ Ինչ ենք մենք առաջարկում, որն է մեր ձևը, որն է մեր առաջարկը։ Մենք առաջարկում ենք գաղութային տնտեսությունը վերածել արդյունաբերական տնտեսության, որը հիմնված կլինի նորագույն տեխնոլոգիաների վրա։ Հնարավոր է արդյոք դա։ Այո, հնարավոր է միանշանակ։ Բերեմ ընդամենը մեկ փաստ։ Հայաստանի Հանրապետության ներմուծման եւ արտահանման միջև մենք ունենք 4 միլիարդ դոլարի տարբերություն։ Այսինքն ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում։ Եվ հետեւաբար ունենալով փորձը, ունենալով առողջ տրամաբանական գաղափարները, մենք կարող ենք այդ ներմուծվող ապրանքների գերակշիռ մասը արտադրել Հայաստանի Հանրապետությունում, որը իր հերթին կնպաստի բարեկեցիկ աշխատանք մեր ժողովրդի համար եւ, ինչպես ես արդեն նշեցի, գաղութային տնտեսությունից անցում կկատարենք իրական տնտեսության, որը արդյունաբերական տնտեսությունն է։ Հարգելի հայրենակիցներ, այդ ճանապարհին մենք ունենք բազմաթիվ խոչընդոտներ։
Այս վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունել է մի շարք որոշումներ, ներդրել է մի շարք ճակերտավոր նորամուծություններ, որը խաթարել է ոչ միայն ներդրումային միջավայրը, այլ նաև բարդացրել է բոլորիս կյանքը, խոչընդոտում է փոքր եւ միջին բիզնեսի կյանքը։ Ինչի մասին է խոսքը, ընդհանրապես բերեմ մի քանի օրինակներ։ Կրկնապատկվել է շրջանառության հարկը։ Ես նրանք մասնավոր օրինակներ եմ բերում, օրինակները բազմաթիվ են, այնպիսի տպավորություն չլինի, որ սահմանը փակում եմ նրանով ինչ պետք է ասեմ։ Եվ շրջանառության հարկի կրկնապատկման արդյունքում ինչ է դա նշանակում։ Փոքր բիզնեսի ներկայացուցիչը, որ ուներ X շրջանառություն, վճարում էր, ասենք թե 200,000 դրամ, այժմ վճարում է 400,000 դրամ։ Ինչ ձևով ուզում է դա փաթեթավորեն, արդարացնեն, որ դա այդպես չէ, դա այդպես է։ Մասնավորապես ծառայությունների ոլորտում։ Իսկ ծառայությունները մեր տնտեսության մեծագույն բաժիններից մեկն են կազմում։ Եվ այդ շրջանառության հարկի փոփոխման արդյունքում վերջին 1 տարվա ընթացքում Հայաստանում փակվել են 2000 եւ ավել փոքր եւ միջին ընկերություններ։ Իսկ դա նշանակում է, որ այդ ընկերությունների սեփականատերերը, աշխատակիցները պոտենցիալ արտագաղթողներ են մեր երկրից։ Հարկային դաշտ է բերվել միկրոբիզնեսը։ Ինչ է միկրոբիզնեսը։ Այդ մարդիկ չվճարելով հարկեր, որևէ վնաս չեն հասցրել պետական բյուջեին, բայց ունեցել են 1, 2, առավելագույնը 3 աշխատատեղ, վճարել են եկամտային հարկը եւ մեր երկրից չեն արտագաղթել։ Դա ամբողջ մեր շրջանառության մեջ ընդամենը 1% է կազմում շրջանառության հարկը։ Հաջորդ այսպես կոչված ճակերտավոր նորամուծությունը։ Բացարձակ թվով 5-ից 10 անգամ ավելացել է գույքահարկը։ Անշեղորեն աճում է պետական պարտքը։ Ավելացել են տեղական տուրքերը, որը լրջագույն հարված է հասցրել շինարարության ոլորտին։ Եվ այս ամբողջը մենք պետք է վերանայենք։ Կրկնում եմ, սա բացասական ազդեցություն է ունենում մեր ներդրումային միջավայրի վրա։ Հարկային եւ մաքսային ոլորտում իրենց բառով եմ ես ուզում ասել 2018 թվականի։ Ցավոք սրտի տնտեսվարողները շարունակում են մնալ տուգանքի մատերիալ ճակերտավոր։ Եվ չնչին խախտումների համար մաքսային ոլորտում մասնավորապես դա չեն կարող հերքել, փաստերով կարող եմ ապացուցել, եթե ձեզանից որևէ մեկին հետաքրքիր լինի առանձին հանդիպումներով եւ կոնկրետ օրինակներով։ Չնչին խախտումների համար մարդիկ ենթարկվում են վարչական պատասխանատվության եւ գոյություն չունի պատասխանատվության ինստիտուտ։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ եթե հետագայում պարզվի, որ տվյալ տնտեսվարող սուբյեկտը որևէ մեղավորություն չուներ, նման վարչական ակտ կայացրած պաշտոնյաները որևէ պատասխանատվության չեն ենթարկում։ Մենք ներդրելու ենք այդ պատասխանատվության ինստիտուտը։ Այնուհետև հարկային ոլորտում ավելացել են տնտեսական հանցագործությունների մասով վերջին 1 տարվա, 2 տարվա ընթացքում առավել քան 60%-ով քրեական վարույթները։ Դա անթույլատրելի է։ Մենք պետք է իսպառ բացառենք տնտեսվարող սուբյեկտներին քրեական պատասխանատվության ենթարկելու արատավոր պրակտիկան։ Ժորժ ջան, հարց կառաջանա, բայց այդ դեպքում իրենք ինչպես են ասում, որ մենք ունենք տնտեսական աճ։ Փորձեմ բացատրել շատ հակիրճ։ Բարեբախտաբար Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ անկախ մեր կամքից, դա ես կանվանեի անուղղակի ինքնաբերաբար տնտեսական աճ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում վերջին 3 տարիների ընթացքում բոլոր այն ապրանքները, որոնք համարվում են սանկցիոն ապրանքներ եւ չեն կարող ուղիղ արտահանվել Ռուսաստանի Դաշնություն, Հայաստանի միջոցով արտահանվել եւ վերարտահանվել են։ Բացի դա, հսկայական քանակությամբ ռուսական ոսկին վերջին 2 տարիների ընթացքում Հայաստանի միջոցով արտահանվել է Չինաստան եւ Միացյալ Արաբական Էմիրություններ, ինչը հիմք է տվել գործող իշխանություններին ուռճացնել թվերը, որ իբրև թե մենք ունենք արտահանման լուրջ ցուցանիշներ։ Հիմա ինչ են անում։ Որոշ հարկատուների հաշվին ընդունել են կառավարության որոշում, ասում են, ովքեր իրենց ապրանքները կարտահանեն Եվրամիության երկրներ, մենք նրանց բյուջեից գումար կվճարենք։ Դա քաղաքական շարժառիթներ ունի։ Դրա մասին թողնենք մի կողմ։ Դա լավ է, որ Եվրամիություն արտահանվեն մեր ապրանքները, բայց դրան զուգահեռ պետք է խթանվեն նաև այլ երկրներ եւս արտահանումները, ոչ թե սահմանը փակվեն միայն Եվրամիությունով։ Եվ վերջին բանի մասին, որ ուզում եմ խոսել ձեր ժամանակը խնայելով, ուրեմն դա տեղեկատվության փոխանակման, տեղեկատվության տրամադրման ինստիտուտի բացակայությունն է մեր երկրում։ Այսօր բազմաթիվ գործարարներ, ովքեր ունեն նոր նախաձեռնություն, ցանկանում են տեղեկացված լինել Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության, ընթացակարգերի վերաբերյալ, դիցուք ասենք որևէ ապրանք են փորձում ներկրել կամ արտահանել, ինչպես պետք է դա կատարեն,
ինչ իրավական խոչընդոտների կարող են հանդիպել, եւ պետությունը փոխանակ օգնության ձեռք մեկնի, այդ մարդիկ շատ հաճախ փաստի առաջ կանգնելով ենթարկվում են տարբեր տիպի պատասխանատվական միջոցների։ Մեր առաջարկն է ստեղծել նման մեկ պատուհան սկզբունքով նաև տեղեկատվության տրամադրման կենտրոն ապագայում, երբ որ մենք լինենք իշխանություն, եւ այժմ նույնպես մենք մեր սահմանափակ ռեսուրսներով այդ առաջարկով հանդես ենք եկել։ Բոլոր այն տնտեսվարող սուբյեկտները, ովքեր կունենան մեր խորհրդի կարիքը, մենք պատրաստ ենք մեր ներուժը եւ գիտելիքները դնել դրա համար։ Ինչի մասին ես փորձեցի այս սահմանափակ ժամանակում խոսել, մենք անելու ենք մեր ձևով, այսինքն մեր հզոր կամքով, մեր առողջ գաղափարներով եւ մեր նվիրյալներով։ Շնորհակալություն ուշադրության համար։